Հոսքագծին հսկաներն են, ձկան Ռուսաստան արտահանվող այս խմբականակը չլիներ դժվար էլ հավատայինք, որ արհեստական ավազաններում իշխանը կարող է այսքան խոշորանալ։ Թթվածնով հագեցվող քաղցրահամմեր ջրերում 3 տարին պարզվում է բավական է կշեռքի ցուցմունքը մինչև իսկ 6 կիլոգրամին մոտեցնելու համար։ Ամենամեծ ինչ քաշ, Հայաստանը մարտի 16-ից սկսած իրավունք է ստանում ձուկ ձկնամթերք արտահանել նաև եվրոպական շուկա պայմանով, որ էքսպորտի գնացող տնտեսվարողները պետք է ապահովեն կենդանական ծագման սննդի նկատմամբ ԵՄ-ում գործող խիստ պահանջները, նաև պարտադիր գրանցված լինեն տեղի առևտրի վերահսկման և փորձագիտական Traces առցանց հարթակում։ Այս թույլտվությունը երկիրը ստանում է 8 տարի տևած բանակցություններից հետո բիզնեսին աչքալուսանք է տալիս ՍԱՏՄ-ի ղեկավարը։ Սննդամթերքի անվտանգության մարմնի կողմից ստուգված եւ համապատասխան Traces կոչվող համակարգում ներմուծված տնտեսվարողները իրավունք ունենան արտահանել։ Եվրոպան 27 պետությունում մոտ 450 միլիոն վճարունակ սպառող ունեցող շատ մեծ շուկա է, ընդ որում ձուկ սիրող հաճախուտող, այն աստիճան, որ ծով օվկիանոսների սեփական արտադրանքից բացի միջազգային առաջարկի 35%-ն իրենք են ներմուծում։ Հայ արտադրողներին ձկան վաճառքի նոր ուղղության շահեկան կողմերն ու բիզնես գործարք կնքելուն անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան գտնելու ձևերն է հուշում Երևանում Եվրամիության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատուն։ Մենք ունենք Եվրոպական միությունում access to markets, մուտք շուկաներ, դա մի հարթակ է, որը հասանելի է յուրաքանչյուր տնտեսվարողի համար եւ այնտեղ մուտք գործելուց կարող է իմանալ եւ ներմուծման պահանջները, ինչ սերտիֆիկատ է անհրաժեշտ, ինչ մաքսատուր կա, ներառյալ, քանի որ Եվրոպական միությունում միասնական չի հարկային քաղաքականությունը Կարա իմանա շահութահարկը ինչքան է, ավելացված արժեքի հարկը ինչքան է, որպեսզի կարողանա բանակցել համապատասխան գին։ Տարվա կտրվածքով Հայաստանից արտահանվող միջինը 15,000 տոննա ձկան հիմնական մասն այժմ ռուսական շուկա է գնում։ Նոր հնարավորությունից օգտվելու որոշ ծավալներ դեպի Եվրոպա դիվերսիֆիկացնելու համար բիզնեսին լուրջ մարքեթինգ ու ադապտացիոն ժամանակ է պետք։ 10 տարի է տևել, որ Ռուսաստանում առևտրային կայուն կապեր հաստատեն, նկատում է ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավարը։ Պետական մասի մասնաբաժին աշխատանքի կատարել է, հիմա արդեն տնտեսվարողները պետք է իրենց արտադրությունը համապատասխանեցնեն Եվրոպական միության կողմից համաված չափորոշիչներին, որ կոնկրետ ընկերությունը ներառվի արտահանողների ցուցակում, որից հետո նոր կարողանա համապատասխան արտահանում իրականացնել։ Կոնկրետ այս երկրի ամենախոշոր ձկնաբուծարանի արտահանման 99%-ը Դաշնության բաժինն է։ Զուգահեռ փորձում են Էմիրատներ, ԱՄՆ ու Կանադա մտնել, արտադրանքի նմուշներ են արդեն ուղարկել։ Հայկական ձկնամթերքի առաջ վերջապես նաև եվրոպական շուկայի բացվելը լավ այլընտրանք են համարում։ Միայն թե պնդում են կոնկրետ պաղեցրած սառեցրած ձկան դեպքում ամենաբարձր գին առաջարկողը դեռ որ ռուս գնորդն է։ Այդուհանդերձ եվրոպական մեծ շուկան էլ պետք է ձեռքից բաց չթողնել, գնահատում է գործարարը։ Ճիշտ այնտեղ շատ արտադրանք կա մասյոսովիների, բայց մեկ է շուկայա, որտեղ կարենք տեղավորվենք։ Իհարկե մենք կփորձենք այնտեղ ձկնակիթով բանով աշխատել կամ նաև թառապով բան կփորձենք աշխատել, չգիտեմ ոնց կստացվի, բայց արդեն մեծ բան է, որ ինչ-որ բացում կա, եվրանոմեր ունենք, բան դրա համար մենք արդեն 20 տարի տանջվել ենք։ Արդյունքը ավազանների բազմությունն է ու արտադրամասի մի ծայրից կենդանի մտնող, մի քանի րոպեում մաքրվող սառցեփշուրների մեջ փաթեթավորվող ու պահման անգարներ մտնող բարձրորակ արտադրանքը։ Լինի ձուկ, թե կարմիր կամ սև ձկնկիթ, Եվրոպան խիստ չափանիշներ ունի։ Մթերքում ուշադիր են հատկապես մնացորդային դեղերի, հակաբիոտիկների ու կերային հավելումների նկատմամբ, ինչը ստուգելը վստահել են սննդի անվտանգության մեր տեսչությանը։ Ապրանքի եւ մաքրության եւ լոգիստիկայի առումով գործարքի կողմերը վստահ են, խնդիր չի լինի։ Փորձ ունենք խեցգետինի վերաբերյալ օրինակ 2009, 10, 11, 12 թվականներին 300 մոտ կիլոգրամ խեցգետին տարեկան արտահանվել Հայաստանից եւ ուստի արտադրողները կարողանում են համապատասխանել։ Տեսչական մարմինը ունի բավարար կարողություններ, ինչպես լաբորատոր, այնպես էլ մասնագիտական տեսանկյունից ապահովելու այդ արտահանումների ընթացքում անհրաժեշտ վերահսկողության մթնոլորտը, որը պահանջվում է ԵՄ գործընկերների կողմից։ Առաջադրվող չափանիշները կոնկրետ ձեր ձեռնարկությունը կբավարարի օրինակ։ Հա, վստահ եմ, որովհետև դե ուղարկել ենք Միացյալ Նահանգներ, որտեղ ուղարկել ենք մենք խնդիր չենք ունեցել, որ ինչ-որ մեջ լինի անտիբիոտիկներ,
GMO բան չունենք մենք այնպես խնդիր։ Բրյուսելի ունեցած տվյալով Հայաստանի ընդհանուր արտահանումը Եվրոպա կազմում է Եվրամիության ամբողջ ներմուծումների ընդամենը 0.03%։ Կկարողանան արդյոք ձկնաբույծները վիճակագրություն փոխել։ Գուցե այս բիզնեսը համարվում է լավ կազմակերպված ուժեղ, արտահանողները փորձով գործի մեջ թրծված։ Հերմինե Բաղդասարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։